Մենք Սուրբ Հոգուն լավ չենք ճանաչում։ Մգրտած ենք Սուրբ Հոգով, բայց Սուրբ Հոգի Աստված անձին լավ չենք ճանաչում, ով է Սուրբ Հոգի անձը։ Ինչպես Հայրն է անձ, ինչպես Քրիստոս որդին է անձ, այնպես Սուրբ Հոգին անձ է, Աստված է քո մեջ բնակված է։ Դե մեջ ավելի մեծ է, քան դե աշխարհի մեջ է գրված է։ Նա անձնավորություն է Սուրբ Հոգին։ Նա է Քրիստոսի եկեղեցին պատրաստողը, սրբացնողը, մաքրողը, ազատ անողը, բժշկողը, հապշտակողը, Սուրբ Սիրտ տեսողը Սուրբ Հոգին է, քույրեր եղբայրներ։ Եվ ասեց Հիսուս Գործ Կարագալոցի մեջ առաջի գլուխ 8-րդ խոսքում, որ պիտի վերից զորություն պիտի առնեք, որ իմ վգան լինեք, աշխարհի միջև ծառերը, պիտի զորություն կա ներսդ, պիտի աստվածային կյանքը հայտնվի ներսդ, պիտի նա հաղթի հին Ադամին, նա պիտի հաղթի հին բնությանը, միայն նա կարող է, մարդեն ուժով դու ջուլաշես կակմնես, հին մարդին հաղթես, դու ջուլաշի բան չեդի, էդի կյանքի բան է, քույրեր եղբայրներ, ինչպես մահը թակավորեց մահով, այսպես հին կյանքի մեջ, մեղքի մեջ մահ կա, մեղքը թակավորեց մահով, ինչպես հին Ադամի մեջ կա կյանք, մահվան կյանք, այնպես նոր Ադամի մեջ, երկրորդ Ադամի մեջ Քրիստոսով կա այո նույնպես կյանք, աստվածային կյանք կա։ Դամի մեջ անողը Սուրբ Հոգին է, քույրեր եղբայրներ, նել հաղորդ աստվածային բնությանը, հաղորդ աստվածային կյանքին, հաղորդ աստվածային սիրուն, հաղորդ աստվածային խոնարհությանը, համբերությանը, քաղցությանը դամի մեջ անողը Սուրբ Հոգին է, քույրեր եղբայրներ։